Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, Cornercast-ի հերթական հաղորդումն է եւ տաղավարում ինչպես միշտ ինձ հետ Կարեն Կարապետյանն է։ Ողջույն Կարեն։ Մի քանի թեմա եմ առանձնացրել, որի շուրջ այսօր ուզում եմ որ մենք խոսենք, բայց սկսենք դերևս կալանավորված Դավիթի պատմությունից, որովհետև սա այն պատմությունն է, որը զարմանք է առաջացնում նույնիսկ մեզ մոտ, որ մենք գիտենք, որ այս իշխանությունները ամեն ինչի ունակ է, բայց 18 տարեկան տղային կալանավորել, այն էլ ավարտական դպրոցի աշակերտի, ով պետք է քննություններ հանձնի, ով պետք է իր ապագան սկսի արդեն դպրոցից հետո։ Ինչ ես կարծում, ինչ է նշանակում իշխանությունների այս որոշումը։ Զարմանքն անտեղի է, Ազատյան, նախ Նիկոլ Փաշինյանը 18 տարեկան շուրջ 5000 երիտասարդների զոհեց միայն նրա համար, որպեսզի իրեն չասեն դավաճան։ Հետևաբար ինչ է կալանավորումը Նիկոլ Փաշինյանի համար, ոչինչ, մեզ համար ողբերգությունը, Նիկոլ Փաշինյանի համար ոչինչ, սակայն փաստենք, որ Դավիթի եղբայրը նույնպես քրեական գործ է հարուցված նրա վրա, պարզապես կալանավորված չէ, այլ չբացակայելու արգելք է դրված որպես խափանման միջոց, այսինքն 2-18-ամյա աշակերտների այս իշխանությունը քրեական գործ են հարուցել ու դատապարտում են միայն այն բանի համար, որ իրենց վրդովմունքն են ցույց տվել տեսնելով Նիկոլ Փաշինյանին եկեղեցում, ընդ որում ներողություն, այդ նույն եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մեղավորն ու պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է։ Միանշանակ Փաշինյանն է, որտեղ սա այլ բառով քան սա դրանք չես կարող կոչել եւ ես կարծում եմ, որ երևանցիներից շատերը խիստ զայրացած են այս միջադեպով, որովհետև յուրաքանչյուրը պատկերացնում է, որ մի օր էլ ինքը Կիրակի օրը եկեղեցի կգնա կամ մետրո կնստի եւ կգա Փաշինյանը եւ կսկսի կպարտադրի իր ներկայությունը, կպարտադրի ինչ որ մի հատ զրույց իր հետ եւ ես չգիտեմ մարդիկ կարող են ինքնատիրապետել այնքան, որ հանգիստ դրան արձագանքեն կամ այսինքն այդ կինը երեխա հետ հնարավորություն չուներ, չէ՞, մետրոյից դուրս գալու եւ գնալու եւ ըստ այդմ ստիպված էր լսել Փաշինյանին։ Այսինքն սա դու ասում ես վախացնելու համար է, բայց իմ կարծիքով հակառակ ռեակցիան կարող է առաջացնել մարդկանց մոտ, որ պարզապես զզվանք, զայրույթ եւ այդ զայրույթը միայն քիչ է, պետք է հեղեղեն փողոցները, եթե մարդիկ զայրացած են, նայ բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև արևմտյան երկրներում, երբ ոստիկանության գործողությունների արդյունքում տուժում է որևէ անչափահաս, մարդիկ դուրս են գալի, պարզապես հեղեղում են փողոցները, հիշենք օրինակ վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած միջադեպը, հիշենք Միացյալ Նահանգներում տեղի ունեցած միջադեպը, երբ հասարակությունը չէր հանգստանում, հիմա հասարակությունը չպետք է հանգստանա, ասում է, որ ինչ որ մեկը քաղաքական ուժերից իրենց կազմակերպեն, բայց նորից եմ ասում, այդ հանգստությունը եւ զրո ռեակցիան ըստ քեզ, որ փողոց դուրս չեն գալիս, դա խափուսիկ տպավորություն կարող է ստեղծել իշխանությունների մոտ, որտեղ մի պահ կգա եւ այդ զայրույթը հնարավոր չի քաղաքական ուժերի կազմակերպմանը։ Ի վերջո, եթե մենք ձգտում ենք ձևավորել քաղաքացիական հասարակություն, ապա քաղաքացիական հասարակության ձևավորման փուլում հասարակությունը չպետք է սպասի, որպեսզի մեկը կազմակերպի ինչ-ինչ գործընթաց կամ առաջնորդի հասարակությունը ինձ թվում է հասարակությունը այս պահին մի թեթև այսպես ասած նոստալգիական քնի մեջ է, որովհետև դրան էլի կրկին մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև հետևողականորեն Նիկոլ Փաշինյանը գնում է այս հասարակությանը թմրացնելու ճանապարհով, վախացնելու ճանապարհով, այո, վախացնում է Նիկոլ Փաշինյանը իր բոլոր թե քայլերով, թե իր խոսքով, թե հռետորաբանությամբ։ Իդեպ զարմացած են նաև ԿՊԱ-ականները, 2 օր ինչ որ սրտաճմլիկ, ինչ որ ստատուսներ են գրում, ինչ որ լայվեր են մտնում, վայ, այս ինչ սրբապղծություններ, եկեղեցու վրա հարձակվեցին վարչապետի վրա, բայց մի բան մոռանում են, որ նրանք
ԿՊԱ-ականների մասին է խոսքս։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր հնձում են այն, ինչ ցանել են հենց իրենք, որովհետև առաջին ասպատակողը եկեղեցու վրա հենց Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանն է եկեղեցին վերածել քաղաքական թաթերաբեմի, Նիկոլ Փաշինյանն է թույլ տվել, որպեսզի իր համախոհները, համակիրների այդ փոքր զանգվածը եկեղեցու ներսում Աստծուն թողած փառաբանի Նիկոլ Փաշինյանին ու ծափարի Նիկոլ Փաշինյանին։ Ես այնքան էլ համաձայն չեմ քո հետ համամիջ եմ, որովհետև իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանի այս դախնդրական արշավը հատկապես Երևանում իսկապես զայրույթ է առաջացնում մարդկանց մեջ, հատկապես Երևանում կրկնեմ, որովհետև մենք տեսնում ենք, որ նրան պարզապես վատ են ընդունում։ Այսինքն պատկերացնել մի իրավիճակ, երբ երիտասարդը իր երկրի ղեկավարի ձեռքից չի վերցնում իր երկրի քարտեզի նշանը, սա արդեն խոսում է այն մասին, իսկ նման դեպքերը շատ են։ Սա արդեն խոսում է նրա մասին, որ մարդկանց շրջանում նա չունի մեծ աջակցություն, սա միանշանակ եւ Երևանում հատկապես, իսկ որ փողոց դուրս չեն գալիս կամ թմրազությունը, ինչպես դու ես ասում, կամ ապաթյան է, բայց եթե լինի կազմակերպող, այսինքն եթե անդիմադիրները դուրս գային իրենց այդ նախընտրական նախորոք գծած ծրագրից, օրացույցից եւ ինչ որ մի ակցիա կազմակերպեին ի պաշտպանություն այդ ընտանիքին, որտեղ մենք տեսանք մոր վիճակը, մենք տեսանք, որ նա այսօր պարզապես վատացավ դատարանի բակում, երբ իմացավ, որ իր տղային 2 ամսով կալանավորել են, հավանաբար հասարակության արձագանքն էլ այլ կլիներ եւ ես համամիջ եմ քեզ հետ, որ դուրս չեն գալիս փողոց, դուրս չեն գալիս, որտեղ չեն կազմակերպող չկա։ Այն, որ չպետք է սպասեն կազմակերպողին, այսինքն չպետք է, եթե մենք կազմակերպող ասելով նկատի ունենք քաղաքական ուժերից որևէ մեկին, ապա հասարակությունը պարտադիր չի, որ ցանկացած իրավիճակում սպասի քաղաքական ուժերի քայլերին։ Հասարակությունը ինքը կարող է ինքնակազմակերպվել, ինքը կարող է դուրս գալ փողոց եւ պարտադիր չէ, որպեսի այդ փողոց դուրս գալը վերածվի ուզում շեշտադրում անեմ, որպեսի ճիշտ հասկացվեմ, պարտադիր չի, որ այս դեպքով օրինակ հասարակության ինքնակազմակերպման փողոց դուրս գալը անպայման վերաճի ինչ որ քաղաքական միավորի ձևավորմանը։ Խոսքս դրա մասին չի։ Հասարակությունը կարող է ինքնակազմակերպվել, դուրս գալ փողոց։ Ես զարմանում եմ, որ երիտասարդները դուրս չեն այս երիտասարդներին։ Որ երիտասարդները դուրս չեն Իմ ընկալմամբ, իմ պատկերացմամբ պետքա դատարանը, որտեղ կայացվում էր վճիռը, որպես Դավիթի կալանավորման, պետք է պարզապես այն աստիճան շրջապատված լիներ մարդկանցով, այդ թվում եւ երիտասարդներով եւ աշակերտներով, թող այս իշխանությունը հանկարծ երեսպաշտություն չանի, որ ասի աշակերտների անուն ենք տալիս, որովհետեւ 2018 թվականին այս իշխանությունը ճանապարհները սկսեց փակել հենց առաջին փուլում աշակերտների օգնությամբ, բայց ինչեւէ միտքս ավարտեմ, այն աստիճան շրջապատված լիներ, որ նույնիսկ այդ դատավոր մնացական չեմ հիշում ազգանունի ինչանը, նա ռիսկ չաներ կարդալ, նա չի գրել վճիռը գրել է Նիկոլ Փաշինյանը, այսօրվա դատավորները կարդացողներն են, ռիսկ չաներ կարդալ այդ դատավճիռը։ Իսկ չես կարծում, որ այս պատմությունը շարունակություն կունենա արդեն առաջիկա օրերին եւ օրինակ Փաշինյանը կարող է Մոսկվայից վերադառնալ եւ մեծահոգաբար ինչ որ հայտարարություն անել կամ, չգիտեմ, ինչ որ մի ձևով փորձել վերանայել տալ այս որոշումը կամ ի աջակցություն տղայի ինչ որ հայտարարություն։ Կարող է, Ազաջան, որ հիշեցի Գլադիատոր ֆիլմը, երբ որ կայսրը Մաքսիմուսին ձերքի նշանով ցույց է տալիս, որպեսզի նա մարտի ժամանակ սպանի իր հակառակորդին, Մաքսիմուսը սուրը նետում է եւ ամբողջ ստադիոնը գոռում է Մաքսիմուս մեծահոգի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կարող է այդ Գլադիատոր ֆիլմից ոգևորվի, Աստված չանի, որ հանկարծ պարզվեց իրեն հուշում եմ, բանը հանկարծ ոգևորվի եւ այդ մեծահոգու այդ Աստվածանի, որովհետեւ գիտես, երբ մի նժարի վրա երեխայի ճակատագիրն է, թող երեխային բաց թողնեն, որովհետեւ ես համոզված եմ, որ ինչ էլ անի Փաշինյանը, միևնույն է այդ զայրույթը, այդ զզվանքը, որ կա հասարակության մեջ
Փաշինյանի եւ ընդհանրապես իշխանությունների նկատմամբ դա մի մեծա, այսպես ասած, մեծահոգաբար ինչ-որ հայտարարությամբ։ Ցավը գիտես որն է, Ազա, որ Նիկոլ Փաշինյանը դա կօգտագործի էլի իշա իրեն, այսինքն նա ձերբակալեց, կալանավորել ավելի շուտ, կալանավորել տվեց երիտասարդին, այնուհետև իր հրամանով ազատ կարձակեն երիտասարդին եւ իր այդ փոքր թեկուց, բայց այնուամենայնիվ իր այդ հավատավոր ընտրազանգվածը կգոռա Նիկոլ մեծահոգի, բայց նախքան Նիկոլ մեծահոգի գոռալը թող հիշեն թե ինչպես ձերբակալեցին երիտասարդներին։ Նրանց ձերբակալեցին ամենավայրակ, ամենաստորացուցիչ ձևով։ Բոլոր ընդդիմադիրներին կամ ընդդիմադիր այնպես կարծես երկրի հասարակության համար վերջին վտանգավորություն ներկայացնող ինչ-որ հանցագործի, մոլագարի եւ այլն եւ այդպես ստորացնելով բարբարոսաբար այ դա այդ ձերբակալության կադրերը հիշելով չեն կարող կորալ։ Ես գիտես մի բանի վրա եմ զարմանում, որտեղ վերջերս հնարավորություն եմ ունեցել փակ հարցման արդյունքների հետ ծանոթանալ եւ այնտեղ նշված էր այնինչ ես գիտեի, հասկանում եմ, որ հենց այդպես էլ կա, որ ամենից քիչ աջակիցներ Փաշինյանը ունի 18-ից 25 տարեկան ընտրողների շրջանում, հա, երիտասարդների շրջանում։ Եվ ես զարմանում եմ ինչու այս հանգամանքը, ինչու այս փաստը, որտեվ շատերը գիտեն սրա մասին, հա, գիտեն, որ հատկապես այդ տարիքի երիտասարդները ում համար նախկին ասածը կամ այլևս չի աշխատում, որտեղ իրենք չգիտեն ով է, հա, մոտավորապես պատկերացում ունեն կամ իրենց ինչ-որ, իսկ երիտասարդները ապրում են այսօրվա օրով եւ ամեն ինչ դատում են ելնելով այսօրվա օրով եւ իրենց շրջանում այդ զայրույթը, իսկ այս պատմությունից հետո ես համոզված եմ նաեւ կրկնապատկվել է այդ զայրույթը շատ մեծ է։ Ինչու ընդդիմադիր ուժերը ըստ քեզ այդ զայրույթը երիտասարդների շրջանում չեն գեներացնում, մենք չենք տեսնում երիտասարդների մասնակցությունը այս նախընտրական արշավին։ Մի փոքրիկ երիտասարդների հետ կարծես թե աշխատում է Հայաստան դաշինքը, մենք տեսնում ենք այն տեսանյութերից, որ իրենք են տարածում, բայց այսպես մեծ շարժում հենց երիտասարդների մասնակցությամբ չկա, ինչու ըստ քեզ։ Չգիտեմ ճիշտ ասած հարցի պատասխանը այդպես հստակ կդժվարանամ տալ նկատի ունես քաղաքական ուժերը ինչու չեն աշխատում։ Ինձ թվում է աշխատում են, կան համենայն դեպս ուժեր, քաղաքական միավորներ, որոնք աշխատում են երիտասարդության հետ, թե հիմա ինչպես է դրսևորվում այդ աշխատանքը երևացող է, թե երևացող չէ։ Եթե մենք պրոյեկտում ենք զուտ այս դեպքի վրա, այս դեպքի հետ կապված, այո, այս դեպքի հետ կապված չկա մեծ հուզում երիտասարդության շրջանում, իսկ թե ընդհանրապես քաղաքական գործընթացների հետ կապված աշխատանքների ծավալը կարծում եմ ցանկացած լուրջ, խոսքս լուրջ քաղաքական միավորների մասին է, ցանկացած լուրջ քաղաքական միավոր առաջին հերթին նաև շեշտադրումը անում է երիտասարդների հետ աշխատանքի վրա, որովհետև այնուամենայնիվ երիտասարդությունը շարժիչ ուժ է, հատկապես այն երիտասարդությունը, որ չի սիրում իշխանություններին, որին պետք չի համոզել։ Այ որ ասում ես երիտասարդությունը չի սիրում իշխանություններին, թեկուզ օրինակը բերենք հենց Դավիթի վրա, որ այսօր կալանավորված է։ Դավիթը 18 տարեկան է։ Երբ որ ինձ ասում են Եժովի ժամանակներում այս է եղել, այն է եղել, Ին վրա այսպես ինչ-որ ցնցող տպավորություն չի թողում, որովհետև հա ես իմ մաշկի վրա չեմ զգում Եժովի արածները, չեմ կարող զգալ։ Սակայն երբ որ Դավիթը 10 տարեկան էր, Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Իսկ երբ որ 12 տարեկան էր, սկսվեց պատերազմը։ Այո, եւ երբ որ հիմա նա 18 տարեկան է, Նիկոլ Փաշինյանը արդեն 8 տարի է իշխանությանը եւ 8 տարվա ընթացքում ի տարբերություն Եժովի, Դավիթը իր մաշկի վրա զգացել է, տեսել է, ականատես է եղել, առնչվել է, շոշափել է Նիկոլ Փաշինյանի արած բոլոր գործողությունները։ Մի կողմից մենք հասկանում ենք, որ ընդդիմադիր հայացքներ ամենից շատ ունեն երիտասարդները, հա, եւ ամենաշատ խումբը, ամենամեծ խումբը, այսպես ընդդիմադիր տրամադրված, հենց 18-ից 25 տարեկան երիտասարդներն են, բայց նաեւ ընդունված է մտածել, որ
Եվ վիճակագրությունն է դա ցույց տալիս, որ հատկապես այդ տարիքի երիտասարդները այնքան էլ ակտիվ չեն ընտրությունների ժամանակ, որ ընտրություններին ամենից ակտիվ խումբը դրանք մեծահասակներն են, թոշակառուները, այսինքն հենց Փաշինյանի ընտրազանգվածը։ Դրա համար է ինձ համար զարմանալի, որ բնականաբար մեր ընդդիմադիր ուժերը գիտեն այս ամենի մասին, նրանց այս ամենը ներկայացրել են իրենց փորձագետները, հա, ու դրա հետ մեկտեղ մենք գոնե այս պահին չենք տեսնում շատ ակտիվ աշխատանք երիտասարդների։ Դա ջան, մենք բոլորս էլ ժամանակին եղել ենք երիտասարդ, ճիշտ է, մեր ժամանակ այլ էր բարքերը, այլ էր քաղաքական իրավիճակը, այլ էր պատկերը, ամեն ինչ առհասարակ այլ էր, քան հիմա, սակայն այնուամենայնիվ տարիքն իրեն ասում է։ Ես կարծում եմ երիտասարդությունը այն սպეციფიկ շերտն է, որին պետք է մոտենաց այնպիսի առաջարկներով, որը նրան թվա հեղափոխական, որը հեղափոխական ասելով նկատի ունեմ նաև կյանքի այլ բնագավառների վրա, որպեսզի երիտասարդը տենա, որ իդեմս քեզ փոխվելու է իր կյանքի որակը այն աստիճանի, որը հանգեցնելու է միանգամայն այլ սոցիալական նաև իրավիճակային պատկերի։ Եթե երիտասարդությանը մոտիկանանք ստանդարտ կոչերով, ստանդարտ լոզունգներով եւ ստանդարտ բուկլետներով, որ կարդա մեր ծրագիրը, տես ինչ լավ բաներ են գրել, կարծում եմ դա այդքան էլ չի ազդի երիտասարդի վրա, բացի դրանից երիտասարդը լինելով ինքը տաքարյուն, սիրում է նաև ինքը լինել, հա, ինքը ինչ-որ գործընթաց, Նիկոլ Փաշինյանի, ես 2018 թվականին ես շատ լավ հիշում եմ, բազմաթիվ երիտասարդներ, մեծ թվով երիտասարդներ, այդ թվում նաև աշակերտներ փակել էին փողոցները։ Եվ Մերժիկ Սերժին նույնիսկ այդ լոզունգը Նիկոլինը չէր, այլ երիտասարդների կոչերը, լոզունգները, այդ ամենը մի կողմ թողնենք։ Նույնիսկ շատ լավ հիշում եմ, որ սկզբնական փուլում փողոցները հիմնականում փակել էին աշակերտները։ Ես միանգամայն վստահ եմ, որ իրենց գործողություններում Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու որևէ մոտիվացիա չկար։ Հա կարող է գոռային Մերժիկ Սերժին, կարող է գոռային, չգիտեմ, Նիկոլ Վարչապետ եւ այլն։ Բայց նրանց հիմնականում շարժիչ այս ուժը իրենց գործողությունների կիզակետում լինելն էր, ինչ որ բաներ էйֆորիկ վիճակեր, ինչ որ շարժի մեջ էին, ոգևորություն էին, այդ փողոց են փակել, այն ձյաձյան, որը ջիպով գալիս էր ուրիշ ժամանակ իրենք մի քիչ ակնածում էին այդ ջիպից, հիմա իրենք փակել են այդ ջիպի դեմը, չէ, Նիկոլ Փաշինյանը օգտագործեց երիտասարդների ավյունը իր քաղաքական շահերի համար։ Նախընտրական այս ժամանակից շուտ սկսված նախընտրական արշավում նաև մենք ականատես կլինենք այս փողոցային պայքարին, որովհետև ուժեղ Հայաստան դաշինքը Սամվել Կարապետյանի հետ այդ դաշինքը հայտարարել է արդեն մեծ հանրահավաքի եւ երթի մասին ապրիլի 11-ին եւ կարծում եմ այս այլ հետաքրքիր կլինի տեսնել թե արդյոք ընդդիմադիր ուժերը պատրաստ են նաեւ փողոցային մեծ ակցիաների, ընդ որում իրենք հայտարարել են, որ մասնակցելու է առնվազն 30,000 մարդ, արդեն մեծ բազմություն է, եւ կտեսնենք արդյոք կլինի այդ ներվը այդ նույն հավաքի եւ երթի ժամանակ, որը որ կար 2018 թվականին եւ այդ թվում նաեւ շնորհիվ երիտասարդների եւ բոլորս հասկանում ենք, որ սա ինչ որ մի գործողություն է, ժամանակակից լեզվով ասած, դենց մի action է, որ ստեղծում է ինչ որ այդպիսի մի մթնոլորտ։ Դե թող լինի, որովհետև այն քաղաքական միավորները, որոնք այսօր հայտ են ներկայացրել մասնակցելու խորհրդարանական ընտրություններին եւ խոստացել փոխել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, քաղաքական պատասխանատվությունը մնում է այդ ուժերի վրա։ Նրանք պետք է անեն ամեն ինչ, որպեսզի տեր կանգնեն իրենց խոստմանը, որպեսզի հեռացնեն Նիկոլ Փաշինյանին, որովհետև քաղաքական հայտ ներկայացրած քաղաքական ուժերի հիմնական մանդատը, որը նրանք ստանալու են հանրության կողմից, լինելու է մեկը հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու փոխել Հայաստանում առհասարակ իրավիճակը։ Հետևաբար նրանցն է քաղաքական պատասխանատվությունը, թե ինչպես կկարողանան հասնել Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացմանը։ Ես ավելին ասեմ, Աստված չտա, եթե Փաշինյանը վերընտրվեց, շատ բարդ, տխուր վիճակում են հայտնվելու այն ուժերը, ովքեր չեն հաղթահարի այդ շեմը 4%-ը
Շատ բարդ կլինի իրենց համար, որովհետև իրենք պարզապես չնայած հասկանում են, որ կարող են փոշիացնել ձայները եւ բայց գնացին ընտրությունների, նրանց վիճակն էլ բավականին բարդ է։ Չէ, Ադաջան, Աստված քաղաքական ուժերի հետ, որոնք մասնակցում են ընտրություններին, իհարկե Աստված տա, որպեսզի հանգուցալուծվի այն խնդիրը, որոնք դրել են իրենց առջև, բայց տխուր վիճակի մեջ կհայտնվեն ոչ թե քաղաքական ուժերը, այդ կոնտեքստում եմ ասում Աստված իրանց հետ, այդ կոնտեքստում եմ ասում, բանը տխուր իրավիճակի մեջ կհայտնվի թե պետությունը, թե ամբողջ հանրությունը։ Ես եւս մեկ թեմա եմ ուզում ընտրությունների հետ կապված քեզ հետ քննարկել, տես մենք անդադար խոսում ենք ընտրությունների մասին, բայց ու ենթադրում ենք արդյոք ընդդիմությունը կկարողանա հաղթել այդ ընտրություններին եւ այլ, այսինքն մենք ենթադրում ենք, որ այդ ընտրությունները կարող են լինել արդար, գոնե ասենք արդեն արդար չես կարող կոչել, երբ որ երկրի իշխանությունը բնակչությանը ահաբեկում է պատերազմով, արդեն այնքան էլ արդար չեն այդ ընտրությունները, բայց այդուամենայնիվ դու կարծում ես, որ բացառում ես այս սցենարը, որ ընտրություններ ընդհանրապես չլինեն կամ չգրանցի ամենամեծ ընդդիմադիր ուժին, իրենք արդեն հայտարարել են, այդ ծիծաղելի վերջին ծիծաղելի միջադեպը, երբ իշխանությունը սկսեց հայտարարել, որ ձերբակալել են 5 մարդու, ովքեր ուժեղ Հայաստան կուսակցությունից են եւ բաժանում են ինչ-որ ընդ որում 2 օր հետո 2 այդ ձերբակալված 5-ից 4-ին ազատել են։ Ադաջան, ես որևէ այսինքն իրենք մարդկանց ձերբակալվում են ոչ թե ինչ-որ քրեական գործի համար, այլ պարզապես PR-ի համար։ Բոլորը PR-վեցին, այդ Փաշինյանը հայտարարություններ արեց, տեսանյութեր հրապարակեց եւ այլ։ Մենք արդյոք գործ չունենք մի իշխանության հետ, որը այսօրվա այդ դատավճռից հետո, երբ երիտասարդին 18 տարեկան դպրոցականին կալանավորեցին 2 ամսով, որ նրանք պարզապես չեն գրանցի։ Ադաջան, նրանք կարող են անել ամեն ինչ։ Նիկոլ Փաշինյանը ապացուցել է, որ իր գերխնդիր թիվ 1 միակ նպատակը այդ խաղաղություն, պատերազմ, դրանք տափակաբանություններ են, դա շանտաժ է։ Իսկ ինչ կանի հասարակություն։ Նիկոլ Փաշինյանը կարող է անել ամեն ինչ, սկսած քաղաքական ուժերին արգելելուց ընտրություններին մասնակցելը, սկսած արտակարգ դրություն հայտարարելը, սկսած նաև պատերազմական դրություն հայտարարելը ընդհուպ Ալիևի հետ պայմանավորվածությամբ, որպեսզի չեղարկի ընտրությունները, նա կարող է դիմել խայտառակ ընտրակեղծիքների ամեն ինչ կարող է Նիկոլ Փաշինյանը անել։ Նիկոլ Փաշինյանը վաղուց է ապացուցել, որ իր համար գործունեությունը այ ընդդիմությունը ինչ անելու հասարակությունը, ընդդիմությունը չէ հասարակությունը, եթե նա սա արդեն եթե մինչ այդ խոսում ենք հասարակության ինքնակազմակերպման, սա արդեն բուն քաղաքական, մաքուր քաղաքական թեմա, ընդդիմությունը պետք է կարողանա հասարակությանը կոնսոլիդացնել ու հանել փողոց, որովհետև Նիկոլ Փաշինյանը միակ բանը, որից Նիկոլ Փաշինյանը խելագարի պես սարսափում է, դա հասարակության լայն կոնսոլիդացիան է եւ հասարակության դժգոհության մեծ ալիքը, որովհետև այդ ալիքը կարող է սրբել ամեն ինչ բառից բուն իմաստով իդեպ, երբ որ ժողովրդական լայն ուժերը դուրս են գալի սրբելու, նրանք կարող են սրբել ոչ միայն իշխանությանը, նաև այն ընդդիմությանը, որը իզորու չի լինում կատարել իր խոստումները, որը իզորու չի լինում առաջնորդել հանրությանը դեպի մի անգամ տեսել եք եւ կարծում եմ Փաշինյանը որպես այդ հասարակության ըմբոստանալու հիմնական դերակատարը նա իր մաշկի վրա է դա զգացել, որ դա հնարավոր է եւ գիտես ինձ մոտ այսպեսի մի տպավորություն կա, որ կարծես թե ընդդիմությունը այսպես առանց խոսելու, առանց հայտարարելու, առանց բանակցելու, կարծես թե հասարակության եւ իշխանությունների հետ մի սենց պայմանագիր է կնքել, մենք պայմանավորվում ենք, որ գնում ենք ընտրությունների, այսինքն որ մի կարմիր գիծ է գծել իշխանությունների համար, որ այդուամենայնիվ ինչեր անում ես, ինչ աննորմալ բաներ անում ես, հայտարարություններ անում ես, ոչ adekvat ձևով ես քեզ պահում, բայց քանի դեռ մենք գիտենք, որ մենք գնում ենք ընտրությունների եւ քանի դեռ մենք հավատում ենք, որ այդ ընտրությունները քչից շատից նորմալ է լինելու, մենք խելոք կգնանք, կսպասենք ընտրությունների։ Դե չգիտեմ, յուրաքանչյուր քաղաքական միավոր, որը հայտ է ներկայացրել այս փուլում, առաջնորդել հանրությանը դեպի Նիկոլ Փաշինյանի
հերացմանը իշխանությունից, կարծում եմ նաև ունի գործողությունների մշակված ճանապարհային քարտեզ, մարտավարություն եւ այլն, Սպասենք, թե ինչ կլինի 2026 թվականի, այսինքն այս տարվա հունիսի 7-ին, թե ինչքանով այդ ողջ պլանները կաշխատեն, ինչքանով կենսունակ կլինեն եւ ինչքանով արդյունք կտան։ Ես չգիտեմ, ես քանի որ հունիսի 7-ը բավականին լուրջ զարգացումներ են լինելու, ներքաղաքական զարգացումներ։ Հուսամ ունեն բոլոր մշակված սցենարների դեմ գործելու անկանխատեսելի ավարտով, այսինքն ես չեմ պատկերացնում մի սցենար, երբ իշխանությունները ունենան հարցումներ, փակ հարցումների պատասխաններ, որտեղ երևա որ ընտրություններից ասենք մի ամիս առաջ իրենք չունեն առնվազն մի 25%, որ կարողանան ինչ-որ ադմինիստրատիվ ռեսուրսներն էլ օգտագործելով հասցնեն այդ 25%-ը գոնե մինչև 40-ի, որ նրանք գնան նորմալ ընտրությունների։ Այսինքն ճիշտ է, ամեն ինչ կանեն, որ այդ ընտրությունները չկայանան, կգնան ցանկացած քայլի, այստեղ արդեն դա կախված կլինի, թե ինչ իրենց թույլ կտան անել ընդդիմադիր ուժերը։ Այստեղ ընդդիմության պատասխանատվությունը նաև կգա։ Իհարկե Ազատյան, որովհետև այնինչ անում է իշխանությունը, մենք դա տեսել ենք արդեն տարիներ շարունակ, այնինչի ունակ է այս իշխանությունը, մենք արդեն շատ լավ գիտենք։ Մենք շատ լավ գիտենք, որ չկա սահման, չկա պատնեշ, չկա բարոյական որևէ գիծ, որը իշխանությունը կասի վերջ, ահա այս բարոյական գծից չկա նման իզմեր չկա, ինչ-որ հանուններ չկա, ոչինչ չկա այս իշխանության համար։ Այստեղ առաջնային խնդիրը թե ինչ մեխանիզմերով պետք է հակազդի ընդդիմությունը իշխանության այս սցենարի իրագործման դեպքում։ Ես ուզում եմ նաև մի որովհետև կներես խոսքը կավարտեմ, որովհետև գիտես մի հատ խոսք կա, չէ, ճաշից հետո մանանեխ ոչ մեկին պետք չի։ Կարևորը արդյունքը գրանցվի, իսկ արդյունքը լինի Նիկոլ Փաշինյանի իշխանազրկումը։ Իսկ եթե Աստված մի արասել Նիկոլ Փաշինյանին աջողվի վերարտադրել, դրանից հետո արդարացումները եւ այլն, այլևս որևէ օգուտ չեն տալու, իրավիճակը չի փոխվելու։ Եթե ես լինեի ընտրություններին մասնակցող այդ ընդդիմադիր ուժերի PR-շիկներից մեկը կամ ինչ-որ մի ձևով ներգրաված լինեի իրենց այդ նախընտրական ռազմավարության մեջ, ես իրենց խորհուրդ կտայի մի բան անել, որ այդ խոսույթը, այդ հայտարարությունը, որ շատերն են անցում, շատերն են անում, որ Փաշինյանը կգնա մինչև վերջ, Փաշինյանը կանի ամեն ինչ եւ այլ, որ դա պետք չի ասել, պետք է ասել, որ նա կփորձի անել ամեն ինչ, բայց մենք նրան թույլ չենք տա։ Դե քեզ հիմա Ազատյան տեսնում եմ նաև ընդդիմադիր ուժերը, որովհետև դա նաև ինչ-որ մի ձևով մեսիջ կլինի հասարակությանը, որ մի կարծեք, թե այս իշխանությունները ինչ կուզեն կանեն, ոչ։ Մենք պետք է իշխանության մասին ստեղծել մի հատ միֆ, որն ամենակարող է, տպավորություն է, որ այսպիսի մի հատ մեծ միֆ են ստեղծել իշխանությունները, որ Նիկոլի անունը կարելի է արդեն դնել Նիկոլ Ամպարտ, այսինքն ոչ։ Նիկոլ Ամպարտը, այս ճակերտավոր Ամպարտը իրականում ունի Աքիլեսյան գարշապար եւ այդ Աքիլեսյան գարշապարը այո ժողովուրդն է հանրության էլ եմ շեշտում լայն կոնսոլիդացիան ու դժգոհության մեծ ալիքը։ Ընդ որում մեծ ռեսուրս ունեն ընդդիմադիրները, որովհետեւ Նիկոլի Փաշինյանի աջակիցները Երևանում չեն, Փաշինյանի աջակիցները տարեց մարդիկ են, այսինքն այն մարդիկ, ովքեր պատրաստական են միշտ մասնակցել Նիկոլ Փաշինյանի զոհերը։ Այ ընդդիմությունը պետք է նաև այդ մարդկանց բացատրի։ Սամվել Կարապետյանի ուժը փորձում է նաև այդ մարդկանց հետ աշխատել, այդ ընտրազանգվածի հետ աշխատել, եթե նկատել ես իրենք այդ սկսել են սոցիալական այդ թեզիսներով, ծրագրերով եւ այլ, բայց ես ուրիշ բանի մասին եմ ուզում խոսել, այսինքն եթե մենք խոսում ենք փողոցային տարբեր ակցիաների մասին, բողոքի ակցիաների մասին, այն ակցիաների մասին, որոնց միջոցով այս հասարակությունը պետք է ցույց տա, որ հաշտ չի այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Հայաստանից, ընդդիմությունը մեծ ներուժ ունի, որովհետև ընդդիմության ընտրողների մեծ մասը ապրում է Երևանում, ընդդիմության ընտրողների մեծ մասը տարեց մարդիկ չեն, երիտասարդ ակտիվ մարդիկ են, ովքեր կարող են ֆիզիկապես կարող են
մասնակցել այդ փողոցային շարժմանը, որովհետև մոտիկ են ապրում Երևանի կենտրոնական հրապարակներին, ի վիճակի են տարիքից ելնելով ակտիվ են։ Դրա համար էի ասում մեր նախորդ հաղորդմանը կարծեմ, որ ընդդիմությունը պետք է բախի յուրաքանչյուր դուռ, ընդդիմությունը պետք է մտնի յուրաքանչյուր բակ, յուրաքանչյուր մուտք, յուրաքանչյուր շենք, մանավանդ եթե ընդդիմությունը ունի ռեսուրսներ այդ ամենը իրականացնելու համար, պետք է հանդիպի յուրաքանչյուր քաղաքացու, հանդիպել չեմ ասում ժամերով նստի իրանց տանը շուրջ խմի, բայց քաղաքացին տետատետ պետք է հանդիպի ընդդիմության որևէ կրեատիվ բան գտնի, մի խոսքով այն ուժերը, որոնք հայտ են ներկայացրել Նիկոլ մասնակցելու 26 թվականի ընտրություններին եւ արդյունքում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նրանք են կրում քաղաքական պատասխանատվությունը եւ նրանք պետք է մշակեն գործիքակազմը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Թող ներկայացնեն, ես կհետևեմ իրենց։ Օրինակ այսօրվա դրությամբ ըստիս ամենակրեատիվը Հայկ Մարությանն է իր այդ տեսանյութերով, օրինակ ավտոբուսի մասին ավտոբուսով տեսանյութը միլիոնից ավելի մարդ է դիտել։ Հա, բայց այդ դիտումները պետք է ռեալիզм խոսքս Հայկ Մարությանի մասին չէ։ Առհասարակ ցանկացած ընդդիմադիր, որը որևէ բան է անում, որ առաջացնում է էմոցիա, չգիտեմ, արձագանք դրական, դա պետք է հնարավոր լինի ռեալիզացնել, որովհետև երբ որ դու դա չես ռեալիզացնում, հավատա այս արագ լրահոսի պայմաններում քո արածը խնդիրը բավականին հեշտ է, հա, իրենց խնդիրը որն է, մենք փողոցային շարժում ենք սկսում, տեր կանգնելու, որ երկրում լինեն արդար ընտրություններ եւ տեր կանգնելու ձեր քվեներին։ Դա բավականին ռեալ նպատակ է, իրագործելի նպատակ է, նպատակ է, որը ունի սկիզբ եւ ավարտ։ Դե թող սկսեն մենք էլ որպես շարքային հանրահավաքի մասնակիցներ կգնանք, կողջունենք այդ քայլերը։ Ես էլ եմ ուզում անդրադառնալ, պետք է ընդդիմությունը վերջնականորեն ստանձնի այդ պատասխանատվությունը մինչև վերջ գնալու, մինչև վերջ եւ որպեսի հանգարց բարերը չաղավաղվեն, ինչ-որ սրտաճմլիկ լայվեր չլինեն, ինչ-որ բաներ, մինչև վերջ օրենքի ու սահմանադրության շրջանակներում պետք է մինչև վերջ գնան, որպեսի հասնեն Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Կան եւս մեկ խնդիր, Կարեն, մենք մոռանում ենք, որ մենք ունենք առնվազն 3 մեծ ընդդիմադիր ուժ, երեքն էլ կարող են մեծ փողոցային ակցիաներ անցկացնել, խոսքը Սամվել Կարապետյանի ուժի մասին է, Հայաստան դաշինքի մասին է, հա, ակտիվ, իրենց աջակիցները ակտիվ են, կարող են դուրս գալ փողոց, եւ Ծառուկյանի, հա, իրենք ինչպես են այդ փողոցային ակցիաները, մեծ հանրահավաքները, մեծ երթերը անցկացնելու։ Արի հետևենք, թե ինչ է լինելու ապրիլի 11-ին, երբ Սամվել Կարապետյանի ուժը մեծ երթ է հայտարարել, արդյոք երկու մյուս ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները կլինեն այդ երթի ժամանակ գոնե շարքային մասնակիցների։ Ես ոչ կարող եմ պատասխանել, ինչպես են անելու, ոչ էլ կարող եմ պատասխանել կմասնակցեն, թե ոչ, որովհետև ես ոչ այս ոչ քաղաքական միավորի անդամ չեմ։ Պետք է պայմանավորվեն միասնական։ Ոնց կանեն, թող անեն։ Ես չգիտեմ ինչպես կմիանան, թող այնպես անեն, որ միանան։ Էլ եմ ուզում շեշտեմ, դա այն քաղաքական ուժերի քաղաքական պատասխանատվությունն է, որոնք այսօր առաջնորդելու հայտ են ներկայացրել։ Իսկ ինչպես կանեն։ Ես այդ քո այդ մոտեցումը ինձ դուր չի գալիս։ Չէ, Ադաջան։ Պետք է պարտադրել, ընդդիմությանը պետք է պարտադրել։ Եթե իրենք այսօր դեռ չեն հասկացել ինչ ընտրությունների մասին է խոսքը եւ ինչ ընտրություններին մասնակցելու հայտ են իրենք ներկայացրել, եթե իրենք կարծում են սա քաղաքական հերթական միջոցառում է, իրենց պետք է պարտադրել, որ իրենք հասկանան իրենց պատասխանատվության զգացումը, այսինքն 26 թվականին ընտրություններին պարտված ընդդիմությունը դա 21 թվականին, 18 թվականին պարտված ընդդիմությունը չէ, սա լրիվ ուրիշ մոտեցում է, որտեղ եւ ուրիշ պահանջ է լինելու, պատասխանատվության պահանջ է լինելու։ Իմ ամբողջ ասածը այն է, որ թող անեն, թող մենք ականատես լինենք հանրային անդադ ուզում եմ այդ հանրային լայն կոնսոլիդացիան շեշտել։ Թող մենք ականատես լինենք հանրային լայն կոնսոլիդացիայի, թող մենք ականատես լինենք դժգոհությունների մեծ ալիքի եւ այդ ամենով հանդերձ թող մենք ականատես լինենք, որ հանրությունը սենց միահամուռ
Եթե չի հաջողվում Նիկոլ Փաշինյանին հեռացնել մինչև ընտրությունները, ապա այդպես միահամուռ ալիքով գնում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հունիսի 7-ին։ Թող մենք ականատես լինենք դրան։ Իմացածը ընդամենը դա է։ Իսկ թե ինչպես կանեն, դա այն ուժերի որոշելիքն է, որոնք այսօր հայտ են ներկայացրել։ Թող մենք ականատես լինենք դրան, իսկ թե ինչպես կանեն, կարծում եմ յուրաքանչյուր քաղաքական միավոր կունենա մշակված քարտեզ, ասեմ ճանապարհային թե գործողությունների պլան, թե եւ այլն, կարծում եմ կունենան։ Ես ուզում եմ ականատես լինեմ։ Ահա այդ գործընթացը, որի շուրջ ես ուզում եմ, որ մենք քեզ հետ խոսենք, բայց արդեն ժամանակ չմնաց այդ թեմայի շուրջ խոսելու, պարզապես երկու տողով, նշեմ, որ Ալեֆ Մտամետ Փաշինյանը, ով հայտարարում է, որ Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն, Հայաստանի ազգային ժողովը նման օրենք է ընդունել, բոլորովին վերջերս Փաշինյանը Եվրոպայում հերթական անգամ հայտարարեց հյուսիսից եկող վտանգի մասին, այսինքն երբ որ խոսում ես հյուսիսից եկող վտանգի մասին, խոսքը կարող է լինել միանշանակ միայն Ռուսաստանի մասին եւ բոլորը հասկացան, որ խոսքը Ռուսաստանի մասին է։ Այդ ամենայնիվ Ալեֆ Մտամետ Նիկոլը այսօր Մոսկվայում է այցով հանդիպելու է Պուտինի հետ եւ ես երեք ուսումնասիրեցի, թե այս 8 տարիների ընթացքում քանի անգամ է Փաշինյանը երկկողմ հանդիպում ունեցել Պուտինի հետ եւ ընդ որում խոսքս միայն երկկողմ հանդիպումների մասին է, ոչ թե նրա մասին, թե տարբեր միջազգային միջոցառումների ժամանակ երբ ինչքան է տեսել Պուտինին, ոտքի վրա կանգնել խոսել եւ այլ, այլ հենց երկկողմ հանդիպումների մասին շուրջ 38 նման հանդիպում է ունեցել եւ սա ավելի մեծ թիվ է, քան 2008-ից 2018 թվականները Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Պուտինի եւ Մեդվեդևի հետ միասին, որտեղ այն ժամանակ երկու նախագահ կար, չէ՞, դե հիշում ես, մի ժամանակ Մեդվեդևն էր Ռուսաստանի նախագահ, այսինքն 10 տարում Փաշինյանը Սերժ Սարգսյանը ավելի քիչ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ, քան 8 տարում Փաշինյանը, բայց մենք չգիտես ինչի Սերժ Սարգսյանի մասին ենք ասում ռուսամետ, իրականում Փաշինյանն ռուսամետ է, պարբերաբար Եվրոպայում Ռուսաստանի հասցեին հայտարարություն անելուց հետո, ակնարկելուց հետո նա անպայման Հայաստանում ասում է, չէ, մենք Ռուսաստանը մեզ համար բարեկամ երկիր է, ես հանդիպում եմ խնդրել Պուտինից եւ այլ, եւ ասեմ քեզ, որ այսօր միանգամից մի քանի ռուսական մեծ հեռուստաալիք NTV-ն եւ REN-TV-ն, ես իրենցն եմ տեսել, երկու ռեպորտաժներ են պատրաստել Փաշինյանի այցի հետ կապված եւ բավականին այսպես կոշտ քննադատական ռեպորտաժներ, ընդ որում ասում են, որ նա գրեթե շանս չունի վերարտադրվելու եւ համաձայնեցված այսպես մեջ բերումներ էին անում նրա ելույթներից։ Ինձ այս առումով մի քիչ մենք ժամանակ չունենք սա քննարկելու, բայց Մոսկվայի մոտեցումն է այս թեման էլ քննարկման մեր ոդքասթի ժամուկես, հատկապես որ թողնա դերևս վերադառնա Մոսկվայից դերևս մի քիչ ինֆորմացիոն առումով դաշտը հագենա, որպեսզի հնարավոր լինի շատ ավելի բովանդակային ու թիրախային։ Գիտես, խնդիրը նրանում է, որ մենք քո հետ մտածում ենք, որ այս թեման կքննարկենք անպայման, բայց գալիս է ոդքասթի օրը եւ Փաշինյանը մինես բան է արած լինում, որ բոլոր պայմանավորվածությունները արդեն հոդս են ցնդում, որտեղ կա կարևոր ինֆո պովոդ, նա հերթական մինես մի բան է արած լինում, որ ասում ես դե լավ, սա երևի Դա ասված կա մեր հաջորդ ոդքասթի այդ կարևոր ինֆորմացիան լինի նա, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել։ Այն դեպքում, եթե նա այս հանգստյան օրերին դա միակ մեր հաղորդումը կլինի, որ ես թերևս մի փոքր գովեստի խոսքեր ասեմ Նիկոլ Փաշինյանի ասեն, եթե նա իրոք հրաժարական ներկայացնի մինչև մեր հաջորդ ոդքասթ։ Այս ինչ լավ բան ես ասում, իրատեսական չէ, բայց ամեն դեպքում Աստված դա կհանդիպենք մի շաբաթ։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ